Ողջույն, Ռեալպոլիտիկն է եթերում եւ այսօր մեր տաղավարում հյուրընկալել ենք տնտեսագետ Բագրատ Ասատրյանին։ Բարև ձեզ։ Պարոն Ասատրյան, ես գիտեմ, որ դուք խորապես ուսումնասիրում եք եւ դա ձեր մասնագիտությունն է, ընդհանրապես ժողովրդագրությունը եւ ժողովրդագրական փոփոխությունները, տեղաշարժերը։ Ես նախ ուզում եմ վերջին միտումները նախ չի ասի խորապես, իսկապես իմ կենսագրության ընթացքում բավականին երկար ժամանակ 12 տարի ես գիտությունների ակադեմիայի տնտեսագիտության ինստիտուտ ժողովրդագրության բաժնի գիտաշխատող եմ եղել եւ այսպես եւ անտարբեր չեք եւ սա ձեր անտարբեր չեմ եւ ժամանակ առ ժամանակ կան մասնագետներ ես այսպես այսօր իմ հիմնական զբաղմունքը դա չի, բայց իհարկե հետաքրքրությունը կա եւ մնում է եւ ինքնին խնդիրը այնպեսին է, որ չես կարող շրջանցել ընդհանրապես որևէ երկրի մասին որ խոսում ես, այդ ժողովրդագրական զարգացում, ժողովրդագրական զարգացման միտումները սա բնութագրում է երկրի ամբողջական տնտեսություն, սոցիալական, քաղաքական արդյունքը ժողովրդագրական զարգացումն է։ Եվ քանի որ եկել ենք հասել ենք դրան 200 տարվա վերջին 200 տարվա այդտեղից սկսենք եւ գնանք գլոբալ է ստեղ իհարկե տեղաշարժերի մասին պետք է խոսենք մի խնդիր կա որ ես ինքս հետաքրքրված եմ բայց չեմ հանդիպել դեռ այդպիսի քննարկումներ այսօր այդպես գիտական ուսումնասիրություն տեսեք ինչ կատարվեց շատ կարճ եմ ուզում ասեմ Հայաստանը լայն տարածաշրջանում 200 տարի առաջ, 100 տարի առաջ եւ վերջի 10, վերջի 3 տարածաշրջան ասելով միջին արևելքից սկսած, այսինքն այսպես մի հատված վերցնենք, որը ընդգրկում է այն պետությունները, որը այ բնակչության տարածման հաշրջանն են եղել։ Մերձավոր արևելք, Մերձավոր արևելք, Օսմանյան կայսրության ամբողջ տարածքը գալիս է Հարևան Պարսկաստան, միջև Հնդկաստան եւ այլն, Կովկաս, հարավային Կովկաս եւ այլն։ Բավականին լուրջ տեղաշարժեր են կատարվել, որը ցավոք իսկապես գնահատված չի։ Տեսեք, միջև 20-րդ դարը, այսպես, բնակչության կենտրոնախույզ միտումներ։ Որոշակի էական տեղաշարժեր են այստեղ եղել, չեմ ուզում դրանց մասին խոսեմ, մասնարարպես շատ ամենտեղ կհանդիպեք Արևելյան Հայաստանի ներկայիս տարածքի պատմությունը, հա, մեր ներկայիս Հայաստանի պատմությունը, որը գիտենք, ընդամենը 200 տարի առաջ անմարդաբնակ է եղել եւ շարժումների միշտ առարկա է սա հանդիսանում մեր հարևանների կողմից, բայց մոռանալով մի պարզ ճշմարտություն, սա կարճատև ռազմական գործողությունների ծանր հետևանք էր։ Պարսկաստան, Թուրքիա պատերազմ, այդ այրված հողի տակտիկա, երբ որ մեր այսօրվա Հայաստանի տարածքը ամայացած էր։ Այո, Ռուսաստանի կազմի մեջ մտնելով այստեղ բնակչությունը 100-110 հազար, որից հայերը մեծամասնություն չեն եղել, բայց միջավայրը եղել է հայկական։ Նույն ասենք հարևան շրջանները, այստեղ Իսրայելորու հայտնի նամակը հիշում եք այդ բանը, լավ արտահայտիչ էր, երբ որ զեկույցը ներկայացնում, թե ինչ զինուշ կարող է հավաքել եւ հայկական նահանգներից, հա, շուրջ 2 ավել 100,000 մարդ զինվոր կարող է հավաքագրել։ Սա նշանակում է, որ բավականին մեծ ստվար հայ բնակչություն է այստեղ եղել։ Համենայնդեպս հարավային Կովկասը Ռուսաստանի կազմի մեջ մտնելուց մոտավորապես բնակչությունը 1.5 միլիոն, հա, ըստ ռուս հետազոտողների, դրա միջև 1/3-ը, մոտ 1/4-ը հայ բնակչություն է եղել։ Հետագա զարգացումներս 20-րդ դարի սկզբի արհավիրքը ուղղակի այսպես ժողովրդագրական զարգացման առումով եւ տարաբնակեցման առումով մի խառնաշփոթ մտցրեց, ամայացավ Արևմտյան Հայաստանը, որը մշտապես եղել է հայ բնակության կենտրոնը։ Հայ բնակչությունը կենտրոնացած է եղել ոչ թե հարավային Կովկաս, ոչ թե Արևելյան Հայաստան, այնտեղ։ Եվ բայց սրա արդյունքում ձևավորվեց մի ուրույն տարաբնակեցման պատկեր։ Այդ գոտին ձևավորվեց, տեսեք, Սիրիա, Լիբանան, Իրաք, Իրան, հա, այստեղ հայ բնակչություն, գաղթօջախներ եւ այլն։ Այսինքն մենք այստեղ երկակի գործընթացներ էին գնում։ Մի կողմից կենտրոնացիկ են գործընթացները, որոնք բնորոշ էին դրա նախորդ շրջանի, փոխարինվեցին նաեւ խորհրդային կարգերի հաստատման, խորհրդային Հայաստան ձևավորման ներքո փոխարինվեցին կենտրոնաձիգով, կենտրոնախույզները։ Այո, այս տարածաշրջաններից դեպի Հայաստան, գիտեք, մեկ ոչ լրիվ դարվա ընթացքում մինչև 90 թվականը Հայաստանի բնակչությունը քառապատկվեց, ավելի քան հնգապատկվեց փաստորեն 720,000-ից մինչև 3.5 միլիոն կենտրոնացավ այստեղ, բայց գաղթօջախները այդ շղթան չքայքայվեց, պահպանվում էր։
ընդորում պահպանում էր եւ թե այդ միջին արևելք եւ թե ինչու՞ չէ մեր հարևան երկրներում Ադրբեջան, Վրաստան գալիս է անկախացման շրջանը դրանց այդ պահպանվելու հետևանքով դրանք փաստորեն նաև սնուցող են հանդիսացել Հայաստանի համար ժողովրդագրական վերարտադրության տեսանկյունից սա այսպես սնուցող հատված է հանդիսացել իհարկե միտումները տարբեր են եղել մեկ դեպի Հայաստան մեկ դեպի արևմուտք իհարկե այս ամենը եղել է բայց այս գործոնը եղել է գալիս է կարելի է շրջանը ավելի վաղ հատվածից սկսել պարսկական հեղափոխությունից հետո որակապես փոխվում է իրանահայությունը նախ եւ առաջ գաղութների քայքայման հետ միջին արևելքի գաղութների քայքայման գործընթացը սկսեց, որը խորացավ եւ որը վրա ազդեց այո պատերազմները այդ իսրայելական եւ միջև հիմա Սիրիայում ասենք միջև այդ Իրաքի խնդիրը հիմա Սիրիան եւ փաստորեն մենք այսօր գործ ունենք մի երևույթի հետ նախ այդ արևելքի մասին հայաթափվում է շատ արագ տեմպերով տեսեք 30 տարին պատմության համար 30-40 տարի մի բան չի, չէ, բայց մի հատ եթե նայեք որակական տեղաշարժեր են տեղ ունեցել։ Պատիկ անգամ կրճատվել է այս հատվածները այս երկրների։ Բայց մարդիկ ինչ որտեղ տեղափոխվում են, նրանք շարունակում են մնալ հայ։ Հենց խնդիրը այն է, որ տեղափոխվում են կարևոր որ այս մարդիկ մնան հեռավոր հատվածներ, որը Հայաստանին Միացյալնահանգներ, չգիտեմ, Ավստրալիա, որոնք կապը ակամայից բնականաբար շատ թուլանում է Հայաստանի հայ հիմնական զանգվածի հետ։ Եւ վերջի իրադարձությունները սրա մասն պետք է խոսենք։ Տեսեք, ում Հայաստանը մեր հարևանները Ադրբեջան, հա, Վրաստան միշտ այսպես հայաշատ են եղել։ Հարավային Կովկաս, որ ասում ենք Ռուսաստանի կազմի մեջ մտնելու, այնտեղ հայ բնակչությունը համաչափ ծրված է եղել բոլոր այս տարածքներով։ Բաքվի նահանգ, Թիֆլիսի նահանգ, հա, Երևանի բնականաբար էստեղ ավելի շատ է եղել, բայց բավականին մեծ տարածքներ հայաբնակ էին, հայկական միջավայր պահող էին, մշակութային, սոցիալական, ինչու՞ չէ, նաև տնտեսական եւ այլ։ Բայց հիմա գնում է արդեն մի հակառակ գործընթացը։ Նո Ադրբեջանը հասկանալի պատճառներով մնացել է Ադրբեջանից Ղարաբաղ իր 130-150 հազար հայ բնակչությամբ Վրաստանի գործոնը։ Վրաստանը միշտ այսպես մի հայկական հատվածով այսպես մի գոտի է եղել, հայաբնակ գոտի, առավելապես հայերով բնակեցված գոտի, բայց վերջի 20 տարիների ընթացքում ուղղակի քայքայման գործընթացը մեր աչքի առաջ կիսով չափ եթե ոչ ավելի քան խորհրդային տարիների վերջի մարդահամարով Վրաստանում բնակվող հայերի թիվը 450 մի քիչ ավել հազար Վրաստանի նախորդ մարդահամարը 2002 թվականի արդեն թվի կրճատում մոտավորապես 200,000 մեր հարևան երկրներում մերձավոր արևելքում այս ամբողջ տեղաշարժերը ուղղակի սպառնալիք են նաև Հայաստանի համար։ Այո, փաստորեն Հայաստանը դարավ հայաբնակ մի կղզյակ այս լայն իմաստով տարածաշրջանում, հիմա դե իհարկե պետք է գանք արդեն բուններ հայկական մեր միջավայրում տեղի գործընթացները մերձավոր արևելքից օբյեկտիվ պատճառներ են, որ մարդիկ պիտի տեղափոխվեին փաստորեն։ Առնվազն փաստ պետք է ընդունենք այս բանը, հա։ Իբրև փաստ պետք է ընդունենք եւ պետք է մտածենք ուղղակի հետեւանքների, սա ոչ թե սա երևույթ է, որի մասին մենք պետք է մտածենք։ Բայց հենց այս այլ խնդիրը, այո, ինչ պետք է անել լայն իմաստով, չգիտեմ, հետագա զարգացումների տեսանկյունից, ռազմաքաղաքական տեսանկյունից։ Ի վերջո սփյուռքի արկայությունը շատ այսպես որակական ազդեցություն է թողում, չէ, արտաքին քաղաքականության այսօր էլ այդ գործոնները կան, բայց դա արդեն վերանում է։ Ինչ է լինելու։ Ինչ է վաղը մյուս օր լինելու Հայաստանի հետ հենց այս բaragam, հենց ժողովրդագրական զարգացումների առումով արտաքին ինչ է լինելու։ Նախ եւ առաջ ինչ կա։ Եվ ինչ կա։ Սկսենք դրանից ինչ կա, որովհետեւ այստեղ շատ ուրախանալու բաներ չունենք։ 20-25 տարիների ընթացքում անկախության մենք էական կորուստներ ենք ունեցել, անգամ եթե նայենք պաշտոնական վիճակագրությանը, որը հայտնի է բոլոր երկրներում, ամբողջ աշխարհում, պաշտոնական վիճակագրությունը կուզենա մի քիչ ավելի լավը ցույց տալ, քան կա, բնական երևույթ է, բայց փաստերը մնում են փաստեր։ Տեսեք, խորհրդային վերջի մարդահամարը մոտարապես բնակչության թիվը 3.5 միլիոնից մի քիչ պակաս 3 միլիոն 400 մոտարապես 50,000 եւ վերջի մարդահամարը 2011 թվականի մարդահամարը որտեղ մշտական բնակչությունը շուրջ 3 միլիոն արկա բնակչությունը 2.870 եւ այլ չմոռանալով իհարկե խնդիրը որ իհարկե որակը անկում է եւ բնական է իշխանությունը
Մեդիաները միշտ ուզում են ցույց տալ պատկերը ավելի լավ, քան կա։ Համենայն սա է, եթե անգամ այս պաշտոնական թվերը ուղղի գալու տեսեք 20 տարիների ընթացքում, մի քիչ ավել քան 20 տարիների ընթացքում փաստացի բնակչության մենք նվազում ենք ունեցել մոտավորապես 600,000-ով։ 600,000։ Իսկ թե ինչքան է, եթե մենք փախստականներ ենք ունեցել Ադրբեջանից, հաշվեկշռով գնալ գալը փախստականների իրար փակում են -600,000 այն параգրաֆում, երբ որ մենք մտել ենք այս նոր ժամանակներ, մտել ենք բնակչության բավականին բարձր վերարտադրության ցուցանիշներով 90-ական թվականներին, 80-ականների վերջին ծնունդների թիվը Հայաստանի Հանրապետությունում 80,000 եւ ավել թիվ է կազմում։ Այս բնական վերարտադրության բավականին բարձր մեծ ցուցանիշներ ենք ունեցել, երբ որ մահացությունը ասենք 20 լավ, մի քիչ ավել 1000։ Էդերը չէ կորուստներ, այդ ծնվածների եւ մահացածների տարբերությունը չի մնացել Հայաստանում, իսկ 20 տարիների ընթացքում ամենաբան պարզ հաշվարկները եթե անենք, հա, եթե գնահատականները տանք, կարծում եմ գոնե 700,000 պետք է գնահատենք, նո 600,000, որ ընդհանրապես խոսակցություն չլինի, այսինքն 1,200,000 մենք բնակչության կորուստ ենք ունեցել, եթե հավատանք պաշտոնական թվերին, որը կարելի է ընդունել իդեպ, որովհետեւ իսկապես շատ մեծ կորուստ է, եւ կորուստները ոչ թե, գիտեք, միշտ խոսում են բնակչության թվի մասին, այստեղ այսքան գնահատական, այնքան գնահատ փոխվել է, որակապես փոխվել է բնակչության կազմը, կառուցվածքը։ Այսօրվա ասենք մոտավորապես կարծում եմ 2.5 միլիոն, գուցե մի քիչ ավել, հա, այդ թիվն է այսօր Հայաստանում ապրում, բայց այդ թվի պոտենցիալը որակապես փոխվել է։ Փոփոխությունների մեջ նախ եւ առաջ պետք է նշենք բնակչության ընդհանուր ծերացումը։ Ծերացումը իր թե ժողովրդագրական, թե սոցիալական, թե տնտեսական վերարտադրողականության այո, եւ թե վերարտադրողականության, եւ թե նաեւ ինչու՞ չէ, սոցիալական, տնտեսական խնդիրներ լուծելու տեսանկյունից։ Մեկ աշխատողին քանի թոշակառու եւ այլն, ամեն ինչ որոշիչ է լինելու։ Ի վերջո, պարզ խոսում ենք ժողովրդագրության մասին։ Եթե նախկինում երիտասարդների մեծ թիվ ունեինք, ծնվող երեխաներ գալիս էին փոխանցելու ավագ սերունդները, հենց այսօր մենք կանգնած ենք այդ իրավիճակի առջև, երբ որ կենսաթոշակային տարիք անցնողների թիվը գերազանցելու է առաջիկայում բան, ասեք, ակտիվ վերարտադրության կամ աշխատանքային տարիքն ու նաև ըստ այդմ ակտիվ վերարտադրության տարիք մուտք գործողների։ Սա գլոբալ պրոբլեմ է։ Սա գլոբալ պրոբլեմ է եւ որի հետևանքը մենք պետք է այսօր կարողանանք գնահատենք։ Ինչ է լինելու Հայաստանը, եթե այսպես գնա։ Ինչ հնարավորություններ է ունենալու ռազմաքաղաքական, ես չեմ ուզում կոնկրետանալ, որովհետեւ հարցեր կա, որոնք չարժե խոսել, տնտեսական, սոցիալական, մշակութային առումով։ Մենք ուսանող չենք ունենալու վաղը մյուս օրը։ Այսօր հարևանների հետ հատկապես, եթե համեմատենք, որ ամենակարևորն է։ Իհարկե, միշտ միջավայրն է որոշում եւ այս միջավայրում սա մրցակցություն պետք է համարես, հա, մենք տանուլ ենք տալիս։ Որտեւ անվտանգության մասին անընդհատ խոսվում է եւ Ադրբեջանը այսօր երրապատիկ ավելի մեծ բնակչություն ունեցող երկիր է։ Նույնիսկ եթե անգամ չհավատանք, այնտեղ 3.5-ը 3 ես ասացի, իրական իրենք ավելի մեծ թվեր են, իրենց էլ է հատուկ կարծում եմ այստեղ շատ չենք տարբերում, որակական առումով նույնն ենք։ Ուսումնասիրությունների մասին, այո, բանի գնահատումների առումով։ Վրաստան գործունը, բերեք Վրաստանի մասին խոսենք։ Այ Վրաստանը շատ հետաքրքիր է։ Տեսեք, դեռևս խորհրդային տարիներին, արդեն վերջի տարիներին Վրաստանը բնակչության վերարտադրության տեսանկյունից բնութագրում էր, այսպես բնակչության ծերացման եւ որի հետևանքով մի իրավիճակի էր հասել, երբ որ բնական աճ չի ունեցել, նվազում է բնական ունեցել Վրաստանը։ Խորհրդային տարիների ինչի հետևանքով բնակչության հիմնականում այդ սերատարիքային կազմի նախկինում տեղի ունեցած տեղաշարժի հետևանքեր։ Այսօր Հայաստանն է մոտենում։ Հայաստանը իդեպ քրիստոնյա աշխարհում անգամ ավելի վաղ շրջանում իհարկե բնակչության բնական վերարտադրության ամենաբարձր ցուցանիշով է առանձնացել քրիստոնյա պետությունների կամ քրիստոնյա ժողովուրդների շարքում։ Հիմա մենք այս միտումների, եթե անգամ բացական այլ տեղաշարժեր չլինեն, որոնք ցավոք պետք է ասեմ, որ լինելու են, մենք ընդամենը 3-րդ հազարամյակի 3-րդ տասնամյակ մտնելու ենք այս պատկերով, երբ որ մահացողների թիվը ավելի բարձր է լինելու, քան ծնվողների թիվը։ Սա արդեն տեսանելի է։ Սա արկա ժողովրդագրական պատկերի ուղղակի հետևանքն է լինելու։ Մինչդեռ ավելի վատ բաներ այս տեսանկյունից կարող են լինել։ Գալով Վրաստան, պարոն Ասատրյան,
Հիմա Վրաստանը, որ սովետ վերջի տարիներին այդ ծանր վիճակում էր գտնում, այնտեղ վերջի ընդամենը 5-7-8 վերջի տասնամյակի ընթացքում էական դրական տեղաշարժեր են տեղի ունեցել։ Տեսեք, ընդամենը 5 տարվա ընթացքում ծնելիության գործակցի մոտավորապես 20%, 15% աճ է նկատվել Վրաստանում։ Սոցիալական, տնտեսական առումով այսօր Վրաստանը էապես չի տարբերվում Հայաստանից։ Գոնե սոցիալական բնութագրերով Հայաստան է, բայց Վրաստանի բնակչությունը այսօր իր ապագան տեսնում է Վրաստանում։ Վրաստանի երիտասարդությունը, ի տարբերություն Հայաստանի, որտեղ գիտեք վերջի հրապարակումները էլի պաշտոնական 80-84% իրենց ապագան դրսում են տեսնում։ Վրացի երիտասարդը պատկերացնում է իր ապագան Վրաստանում։ Եվ սա էապես արդեն անդրադառնում է ժողովրդագրական բնութագրերի վրա։ Այսօր Վրաստանից արտագաղթը կրկին տնտեսական դժվարությունները կան, սոցիալական խնդիրներ կան, գործազրկությունը կա, բայց արտագաղթը անհամեմատ ավելի մեղմ է, ավելի ցածր է ծավալները, փոքր են ծավալները, քան Հայաստանը։ Խնդրեմ։ Սիրիայից, օրինակ Հայաստան եկող մեր հայրենակիցները, Ուկրաինայից, կարծես միտումներ սկսեցին հարավ-արևելքից, որևէ ձևով մենք չկարողացանք հաշվեկշռի վրա էական ազդեցություն չի թողում, վերջի տեսեք մարդահամարից հետո ես էլի կրկին պաշտոնական թվերից եմ խոսելու, հետո կարող ենք քննարկել դա։ Միջին տարեկան մենք արտագաղթը վերջի 3 տարիների ընթացքում 50,000, շուրջ ոչ պակաս կան 50,000։ Իդեպ այս տարվա միտումները ավելի բան են, բարձր են լինելու։ Խնդրեմ, հետ պարագայում 5 թե 10,000 սիրահայության գալը կամ Ուկրաինայում դա հաշվեկշռի վրա իհարկե մենք պետք է խրախուսենք, մենք պետք է բան անենք, բայց կներեք ես այդտեղ ապաշնորությունից բացի ուրիշ բան չեմ տեսել։ Չկա այդպիսի քաղաքականություն, որ նպաստի, որ խրախուսի, չի եղել։ Եվ այն մարդիկ օրեկին են շատ ժամանակ ի հեճուկս կամ պատահաբար են եկե մնացել։ Ես տեսել եմ սիրահայեր, ել հարևան հաստիված են եղել եւ վաղը մեսօրը երբ որ այլ ընտրանք ունենան, իհարկե վճիռը կփոխեն եւ կգնան այլ երկրներ։ Չեն լուծված այդ խնդիրները։ Մարզային, այստեղ մենք ավելի այսպես ծանր խնդիրների առաջ են կանգնած, նախ ընդհանուր մի բան ասեմ, որը հետագայում որոշիչ է լինելու մեր ժողովրդագրական զարգացման առումով։ Գյուղի խնդիրը։ Այսօր գյուղը վերարտադրության տեսանկյունից դառնում է ավելի վատ վիճակում է գտնվում, քան քաղաքը։ Այսօր մենք հատվածներ ունենք, բավականին մեծ հատվածներ, որտեղ գյուղական բնական վերարտադրության ցուցանիշները ավելի ցածր են, քան զարմանալի է։ Ծնունդների գործակից ավելի ցածր է, քան քաղաքային բնակության։ Այսինքն գյուղը, որը միշտ Հայաստանի հայ բնակության, այսպես սնուցող ժողովրդագրական զարգացման տեսանկյունից որոշիչ գործոններից է եղել, որտեղ ծնելիության մակարդակը եղել է ավելի բարձր, 1.5-2 անգամ, այսօր սա է դառը։ Գյուղի մասին խոսելուց մենք ուրիշ խնդիրների առաջ ենք կանգնած։ Հայաստանի Հանրապետությունը մոտ 900 գյուղական համայնք, թվով ավելի շատ գյուղական բնակավայրեր, 1/3-ը շուրջ 300-ը վերարտադրության տեսանկյունից սոցիալական, մշակութային, ժողովրդագրական, տնտեսական չվերարտադրվող միավորներ են։ Այն ավանդական գյուղը, որը կենտրոն էր, որը իր, այսպես, բնութագրերը ուներ, դրական, բացական էս ամեն ինչ կարելի է, բայց իբրև ամբողջություն, այդ համայնք նշանակությունը այսօր կորում է։ Թվով 300 համայնքներում մոտավորապես։ Այդ համայնքները դպրոց չեն կարող ունենալ, այնքան քիչ, որովհետև այնքան քիչ երեխա է ծնվում եւ այլը, կամ ասենք ինչքան բեռ են գնում։ Ընդհանուր երբ որ նայում ես Հայաստանի տարածքով, այստեղ մենք սարսափելի բաներ ունենք։ Սյունիքի մարզը, ես հատուկ այդ ցուցանիշը բերել էի հատուկ, մանավանդ այդտեղ քաղաքական խոսակցություններ են գնում, մարզպետներ են նշանակում եւ այլն, եւ ոչ մեկը այս բանը չասեց։ Սյունիքի մարզը Հայաստանի Հանրապետությունում մարզերի թվում այսօր բնութագրում է ծնելիության ամենացածր ցուցանիշով։ Իհարկե սա նաև այս տարիների գործունեության, այդ անձերի, այդ իշխանությունների քաղաքականության արդյունք հետևանք է։ Սյունիքի մարզը, որը Երևանից հետո երկրորդն է իր տնտեսական կարողությունով։ Կրկնում եմ, ամենացածր ցուցանիշը սարսափելի է, բայց կներեք, թող մեկը գնահատի։ Փոխարենը տեսնում եք ինչ իշխանությունների կեցվածքը, ինչ։ Ընդհանրապես, երբ որ մենք խոսում ենք այդ տարածքային կառավարման խնդիրների մասին, կարծես այս օղակները մի նպատակով են ստեղծված, որ ասենք, չգիտեմ, ընտրություններում թվաբանությունը ապահովեն։ Ուրիշ որևէ հետաքրքրություն իշխանությունների համար չունեմ։ Կրկնում եմ, այս երևույթը սարսափելի է։ Սարսափելի է։ Սյունիքը, որը միշտ եղել է այսպես Հայաստանի հենասյուներից է, ժամանակակից Հայաստանի, արևելյան Հայաստանի, այսպես
վերականգնման, ժողովրդագրական զարգացման առումով մեծագույն դերակատարություն է ունեցել։ Բայց այսօր այսպես եւ կորցնում է եւ կորցնելու է եւ չմոռանանք, որ Սյունիքը սահմանային շրջան է։ Ոչ միայն սահմանային, նաեւ ռազմաքաղաքական առումով ապագայի տեսանկյունից մեր հարևանությունը ապահով քիչ թե շատ, այսպես ապագա ունեցող երկրի հետ, հա, խոշոր միավորի հետ, որ այլընտրանք կարող է լինել որևէ այլ զարգացման, թե նաեւ Ռուսաստանի սահմանային շրջաններն են, բայց այս շրջանները հայաթափվում են հենց այս ասած եւ այլ պատճառներով։ Բայց կներեք, ես չեմ տեսել որևէ պաշտոնյայի դեմքին այսպես մտահոգվածություն չեմ ասում ուրիշ քայլերը որոնք են, որ առաջինը պետք է օրինակ վրացական օրինակը իսկապես ապշեցուցիչ է։ Իհարկե, որտեղ սոցիալական, տնտեսական մակարդակով փաստորեն չի գերազանցում Հայաստանին, բայց կարողանում է ուրեմն հույսի մոտիվացման խնդրեմ հետ ձեր ասացից է բխում, որ որը միավոր նորմալ զարգացման հնարավորություն կունենա, եթե հավատան այս մարդիկ քաղաքացիները պետք է հավատան ապագային, եթե չեն հավատում, ուրեմն այս միավորը ոչ մի բան պետք չի։ Եթե խոսում ենք, չգիտեմ, պետականություն եւ այլն, սա անհեթեթություն, սա բեռ է, սա հոգս է հասարակության համար։ Պետք է արդյունավետ կառավարման խնդիրներ պետք է դրվեն։ Պետք է արդարության խնդիրը, նախ եւ առաջ արդարության խնդիրը դրվի, որովհետեւ հայ հասարակության մեջ եւ ընդհանրապես սա միայն հայկական ֆենոմեն չէ, այո, համամարտկային է, նույն վրացիներ, արդարության պահանջը առաջնային է։ Ոչ այնքան, չգիտեմ, սոցիալական երաշխիք, ոչ այնքան տնտեսական, ինչքան արդարություն, ապագայի հանդեպ հավատ։ Իսկ սա իհարկե այստեղ մեծ է հենց կարևոր իշխանությունը։ Ամենայնիվ այն մեթոդները, որով այս իշխանությունը վերարտադրվում է կամ այն լուծումները, որ առաջարկում է քաղաքական դաշտում, կառավարման համակարգում, սա ուղղակի ճիշտ հակառակն է։ Նույն Սյունիքի օրինակով։ Բերեք իսկապես գնահատենք, իսկ արդյոք այս քաղաքականության, կադրային քաղաքականության արդյունք հետևանք չէ, որ Սյունիքում այսպիսի սարսափելի վիճակ է։ Օրինակ եմ ասում։ Եվ ամբողջ Հայաստանի վրա տարածենք։ Դա ուղղակի ցուցիչ է եւ ինդիկատոր։ Պարզ ինդիկատոր։ Կրկնում եմ, տնտեսական նշանակության տեսանկյունից այդ մարդը այնտեղ չվերանշանակվեր եւ բայց ոչ մեկը չի հարցնում այդ մարդկանց, այդ բազմաթիվ են, չէ, այդ մարզպետերին։ Որևէ մեկը հարցրել է, որ ինչ սոցիալական, ինչ տնտեսական խնդիրներ են դրվելուց է, ինչ համեմատական առաջընթաց է ապրել այս մարզը։ Չէ, միակ պահանջը ցուցանիշը, որով կարող է գնահատվել, դա ընտրությունների նայ է։ Քանի հասա, ինչ անունը, քանի թիվ է, ձայն է գրե, հաշվի գրե, որովհետև հասկանում ենք, որ ընտրությունը չի գնում։ Սա է։ Այս պարագայում իհարկե նույն այդ ձայն տվածը կամ ձայն գրածը ինքն էլ չի հավատալու, որովհետև ինքը ընդհանրապես միջոց է իրենց վերարտադրության, ոչ թե Հայաստանի զարգացման համար միջոց է այդ մարդը, որ գնում է այդտան։ Այլ այս պարագայում իրավաճառը ասում է, չէ, գնամ, չէ, ախպեր ջան, գործ չունեմ, գնամ ավելի արդար միջավայր, գնամ մի միջավայր, որտեղ երեխաներս ինչ է հայը, միջին հայը, ինչ է ուզում։ Հայը ուզում է, որ երեխան կրթություն ստանա, ինքը եւ ընտանիքը աշխատանք ունենա, քիչ թե շատ սոցիալական, հա, պայմաններ ապահովված լինի, ստեղծի, արտադրի։ Հեսա հայ ուզածը, բայց այս օբյեկտիվ պատճառներ կան, չէ՞, օրինակ իշխանություններն են բոլորն ասում, պատերազմի հերանեկար, բանակ գնալու։ Իհարկե կա, բայց պայմանները սա են։ Այս պայմաններում սա նշանակում է իշխանությունը շատ ավելի բծախ խնդիր պետք է լինի այս խնդիրներից։ Սա չես կարժանակում չես փոխի։ Միջավայրը հարևաններից չես փոխելու։ Իհարկե մեր համար որոշիչ պետք է լինի բոլոր հարևանների հետ խաղաղություն եւ այլը, սահմանները պետք է բացվեն, բայց մի օրում դա չի լինում։ Հիմա այս պայմաններով ոնց պետք է մենք ապրենք։ Չէ, պետք է ժամանակ ավելի պահանջկոտ լինեն, իշխանությունները շատ ավելի պատասխանատու պետք է լինեն, քան ասենք մի այլ երկրում, մի այլ միջավայրում, որը չունի այս խնդիրները։ Խոսքը իսկապես սրա մասին է։ Լավ, ինչպեսի հերանեկար եք տեսնում։ Մենք ունենք այսօր մի իշխանություն, որը ապա շնոր է, որը կառավարման լուրջ ընդհանրապես լինելու է այն ինչ որ այսօր է եւ լինելու է ավելի վատ եթե այս իշխանությունները մնան, որովհետեւ ես կրկնում եմ, եթե հրապարակում լիներ մի մոտեցում, մի հարցադրում, մի բան, ես էլի կփորձեի հավատալ, բայց ես չեմ տեսել։ Ասում եմ, խնդիրներ են դրված, որևէ մեկը այս խնդիրների մասին խոսել է, որևէ մեկը նույն Սյունիքի պատմությունը, սա կոնկրետ բարձ օրինակ է, որևէ մեկը սենց հարց դրել է, իսկ արդյոք այս խնդիրները չսրանով չեն պայմանավորված։ Չէ, անտարբեր, այսպես ոչ այսպես ցածր ինտելեկտի բանով այս արտահայտություններով դիտարկում են եւ ամենամեր այսօրվա միջին պաշտոնյայի դեմքը եթե բանանես դա ժպիտ կամ քմծիծաղ
մտահոգություն, անհանգստություն, ես որ չեմ տեսել, ցավոք չեմ տեսել։ Մեր կառավարությունը եւս հիմնականում կարծես ցույց է տալիս, որ այս խնդիրները իր օրակարգում է եւ փորձում են լուրջ քայլերի իմիտացիա գոնե ստեղծել։ Վերջին ամենաաղմկոտ օրենքները, հա, փոքր միջին ձեռնարկությունների կամ տնտեսվարողների հետ կապված այ շրջանառության հարկի օրենքը, որը եւս շատ բարձ խոսենք, էլի, ինչ որ ցանկությունների արդյոք իշխան չի լինում իշխանություն, որ ոչ մի բան չուզենա, ինչ որ ցանկություններ ունեն, բայց այդ ցանկությունները իրագործելու համար արդյունավետ միջոցներ պետք է գտնվեն։ Ակնհայտ է, չէ, որ դա արդյունավետ միջոց էր։ Դու եթե լավ լուծում են տալ, ինչ ա եղել։ Այդ հարկային բեռը այո, նվազեցնում են բանեն, բայց այդ մարդիկ հասկացան, որ իրենց միջոց են ուզում դարձնել։ Իշխանություն, որը հիմնականում բաղկացած է այդ խոշոր սեփականատերերից, խոշոր գործարարներից, ասում է այլ փոքր բիզնես արի, դու նենց արա, որ խոշորը գա օրինական դաշտ։ Աբսուրդ է սա։ Սա կեղծարարություն է եւ այդ մարդիկ դրա համար են այդպես բորբոքված։ Ինչպես թե նստեք դուք ձեր այդ պարլամենտում եք, որտեղ եք, որտեղ հավաքված եք, ժողով արեք, որոշեք, որ սրանից հետո ոչ մեկը, ասես էլի, երթվեք, որ ոչ մեկը տապօրինություն կամ չձևակերպված գործար չի անելու։ Ինչա չգիտեն, ով է, այս մատար կարողը, այն վաճառող, ինչա չգիտեն, որ այդ խեղճ մարդիկ ոչ մի բան չեն կարող անել։ Որտեւ կկտրվեն ու իրենց բիզնեսը կընդհատվի, որտեւ իրենց այդ պայմանով են տալիս։ Վաղը միսօրը որ գնան թուղթ ուզեն, ասենք փաստաթուղթ ուզեն, իրենց ուղղակի իրենց բիզնեսից կզրկեն։ Ինչա չեն հասկանում այդքանը։ Խնդրեմ, ցանկացած հարց, իհարկե, բազմաթիվ են պրոբլեմներ շրջաններում փաստորեն հարկային արտոնությունների մասին այդ աղմուկը միայն մարդիկ գիտեն, տեսել են, որ պաշտոնյան, որ դառնում է պաշտոնյա, առաջինը իր գրպանի մասն է մտածում։ Չեք հիշում եք այդ բարձր պաշտոնյաների հարազատները, որ ես իմ այդ հումանիտար օգնությունը բանը գրպանում են։ Հիմա այս պայմաններում դու շատ ավելի բծախնդիր պետք է լինես քո թե դիրքորոշումը, թե լուծումները առաջարկելիս։ Մի բան, որ իշխանությունները չունեն, մանավանդ իրողությունը այլ է։ Այդուհանդերձ այս երկիրը, եթե տնտեսական մասով ենք խոսում, սա մի խումբ մարդկանց սեփականությունն է, որոնք ամեն ինչ են որոշում եւ թքած ունեն թե հասարակության, թե հասարակական կարծիքի։ Դուրս գանք Երևան քաղաքով ման գանք, որը ընդհանրապես օրինակ է։ Չեք տեսնում, ով ինչ ուզում է անում է։ Ով ինչ, իհարկե պետք է վճարի, ինչ որ կանոններ կան։ Բայց վճարի դիմաց ամեն ինչ հնարավոր է անել։ Ես ամեն օր իջնում եմ մոնումենտից, այդ պատը, տեսնում եմ, զայրեցնում է, ոնց կարելի է, լսեք։ Սա թքել է հասարակության, ինչ որ մի անհատ որոշել է, որ իր տան դիմաց պատ պետք է լինի։ Եվ պետական միջոցներով։ Իհարկե բնական է, չէ՞, կներեք։ Ես ձեզ ասեմ, այս որ ասում են կոռուպցիա, գողության աղբյուրը Հայաստանի Հանրապետությունում մեկն է։ Դա պետական միջոցներն է, բյուջե, ուրիշ տեղ չկա գողանալու։ Մեր, այսպես կոռուպցիոներների սնուցման հիմնական վայրը պետական միջոցներն են։ Ընդհանրապես պաշտոնյություն ասած, այդ որ այսպես կոռուպցիոն բաներ անում, ամբողջը բան այդ պաշտոնյական դիրքը իր շահերի համար օգտագործելն է։ Սա գաղտնիք չկա։ Որտեղ Հայաստանը այն երկիրը չի, ասենք Ադրբեջան չի կամ Ռուսաստան չի, որտեղ չի դեպ նավթ լինի, ծավալուն էսելնի եւ այդ ծրվի այդ կոռուպցիոնը գործոնը այս երևույթների միջև չէ։ Բայց ակնհայտ է, որ չենք կարող չհամաձայնել, որ ինչպես առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն է իր վերջին հոդվածներից մեկում արձանագրում, որ մենք ունենք փաստորեն թալանչի վարչապետ, ունենք օլիգարխներից կազմված կառավարություն եւ նրանցից ակնկալել լուրջ, այսպես որակական բարեփոխումներ եւս հնարավոր չէ։ Մենք փաստորեն նաև չունենք այս իշխանության լուրջ այլընտրանքային մտավոր ռեսուրսներով, պոտենցիալով։ Իշխանությունն ինչ որ կա եւ գիտեք, ես շատ անկեղծ ասեմ, ես կարծում եմ, որ այդ մարդիկ իսկապես ուզում են, բայց նրանք ի վիճակի չեն։ Հրապարակում ես ֆիզիկոս եմ, ես չեմ կարող բանաստեղծություն գրել։ Դուք ինձ դրել եք, ասում եք բանաստեղծություն գրի, այն էլ սենց պետք է լինի ու սենց բան պետք է լինի, կամ չգիտեմ, ծարտնկի, որը սենց բերք պետք է տա։ Լսեք, ես ֆիզիկոս եմ։ Մենք մեր ներքին պոտենցիալով բանասատրան կկարողանանք հաղթահարել, թե պետք է օրինակ Սփյուռքը եւ Սփյուռք մեկնած մեր ամբողջ սա ուրիշ խնդիր է։
Մենք ամեն դեպքում պոտենցիալը ինչ որ կա, բայց մեր իրողությունը նա որ մենք ունենք սփյուռք, ընդորում սփյուռքը երկտեսակ սփյուռք ունենք։ Մենք ունենք հավանդական, եւ նաեւ մենք վերջի 20 տարիների ընթացքում ունենք հոց մի զանգված երիտասարդության, որը գնացել է կրթություն է ստացել, եւ որը կապված է մնում Հայաստանի հետ, որը Հայաստանը համարում է իր համար հայրենիք, եւ ծնողները այստեղ, ես իմ օրինակը կարող եմ ասեմ, բազմաթիվ են, էլի ծնողները այստեղ են, իրենց կենսագործունեության տեղը դեռ այդ կապերը լրիվ չեն կտրվել եւ այսօր իհարկե եթե Վրաստանին անհրաժեշտ էր այդ իրենց երիտասարդներին ուղարկել սովորելու, յետ բերել, մենք ունենք արդեն սովորած, իհարկե Վրաստանը դա դեպի ճանապարհ անցել, ուղղակի պետք է ստեղծես հնարավորություններ այդ երիտասարդները կան, որովհետեւ մեր սերունդը լավ ենք, վատ ենք, այսօրվա վարչապետ, երեկվա վարչապետ, դա այն մարդիկ են, որ գիտեք, ես էլ ասենք, բոլորը այսպես են առավելագույնը սա կարող են անել, որ ակնհայտ է, որ պետք է գայս նոր սերունդի ներկայացուցիչները որակյալ կրթություն ստացած, առողջ, լիարժեք ձգտումներ ունեցող եւ նաեւ պատկերացումներ։ Մեր պատկերացումները ճիշտ այնքան են, ինչպես ես ոչ փնովում եմ, բայց ոչ էլ չեմ ուզում ինչ-որ շատ բաներից խոսենք։ Իհարկե սերնդափոխություն պետք է լինի։ Իսկ մենք դեռ դոփում ենք այն տեղում, որտեղ այդ բավարար պոտենցիալը, թե մենք անպայման պիտի ապավինենք Այդ է մեր ներքին պոտենցիալը։ Այդ ներսին, որը ուղղակի հանգամանքների բերում այսօր դրսում է։ Եվ այստեղ այդ հանգամանքը, իսկապես տեսեք, երբ որ նայում ես քաղաքական դաշտին, կառավարման համակարգին, հիմնականում այս 20 տարվա ընթացքում մենք նոր դեմքեր չունենք։ 90-ական թվականների այդ սերունդը, ընդ որում կներեք, բայց այսօր հրապարակ է եղել այդ 90-ական թվականների սերունդի այն մասը, որը իր որակական հատկանիշներով ավելի ցածր է եղել։ Այո։ Թե կրթական, թե բան, այսօր փորձում են արագորեն լրացնել այդ բացը, չգիտեմ, տեսնում ես համատարած է դառը, որ նա գիտական կոչումներ ստանալը։ Կներեք իմ սերունդի մարդիկ 90-ական թվականներին քաղաքական ասպարեզ դուրս եկածները համարյա բոլորը կոչում ունեն եւ չեմ հիշում մի դեպք, բացառիկներ կլինեն, որոնք գնացել են այդ թվերին 90-95 թվականներին, ասեք մի պաշտոնյա, որը գնացել է, չգիտեմ, գիտությունների տեխնացու կամ դոկտորական դիպլոմ ստացել։ Չի եղել, դրա կարիք չի եղել, դա եղել է։ Այսօր տեսնում եք մեր համատարած պայծառ մտքերը եւ ես իհարկե սերնդափոխություն իհարկե պետք է գա այդ երիտասարդը պետք է գա ներքին սփյուռքի այսպես ռեսուրսների չեմ ուզում այդ բաժանումը անեմ ուզում եմ ասեմ որ մենք ունենք այդ պոտենցիալը ամենակարևորը սփյուռքից բաժանված մեզ չպետք է համարենք որովհետեւ սա մերն է, սա մեր ճակատագիրն է եւ մենք պետք է այսպես ներդաշնակվենք։ Իհարկե սփյուռք ասածը դա թե քաղաքական ընկալումներ, թե շահերի իմաստով, իհարկե դա մենք պետք է հասկանանք սփյուռք ասածը, ցանկացած բան, անց որը օտար երկրացի է, ինքը այդ երկրի քաղաքացի է եւ այստեղ կոնֆլիկտ հանկարծ պետք է թողնենք որ կոնֆլիկտ լինի։ Սփյուռքն էլ ասած որ միասնական միջավայր։ Արդի ցանցային ամբողջ այդ մտածողությունը, նոր միտումները, տարբեր պետությունների քաղաքացի, տարբեր մտածելակերպ, տարբեր ընկալումներ, չպետք է տարբեր շահեր, այո, որոնք նաև այո կարող են Հայաստանի այսօրվա շահերի հետ ուղղակի հակադրվել, հակասել։ Նուրբ խնդիրներ են, բայց որ Հայաստանը ավելի բաց կարող է նպաստավոր լինել եւ համադրելի լինել։ Այո, այդ բաց լինելու պարագայում ավելի մտածված է հարցերում եւ պետք է իհարկե պետք է այս իմաստով օգտվի, դա չօգտվել ուղղակի հիմարություն է։ Գոնե զարգացման իմ խորին համոզման միակ եղանակը ձևը այս իրավիճակում, երբ որ 20-25 տարի մենք տեղում ենք դոփում, լավ բջեր ենք կայացրել, լավ վարչապետ ենք ունեցել, թե վատ ենք, դա երկրորդական, շատ ավելի ստորադաս հարցեր են։ Այո, զարգացման տեսանկյունից իհարկե փոփոխություն է պետք, որը կապով է թռիչքը, ասես պորտկումը պետք է, իսկ առանց դրա մենք ապագա չունենք, այդ պորտկոմի, թռիչքացի զարգացման։ Շնորհակալություն, պարոն Ասատրյան։ Ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր տնտեսագետ Բագրատ Ասատրյանը։ Մնացեք բարով, կհանդիպենք։